Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում է Ամերիկայի ձայն հեռուստահանդեսը, ձեզ հետ է Ստելլա Գրիգորյանը։ Նախ ծանոթանանք մեր այսօրվա հաղորդման որոշ թեմաների։ Discovery տարրական դպրոցը հպարտանում է իր զուտ զրոյական վարկանիշով։ Օդային մրցավազքը այլևս միայն հարուստների սպորտաձև չէ։ Ուֆիցի պատկերասրահն ու ԱՄՆ Ինդիանայի համալսարանի գիտնականները ձեռնամուխ են եղել հին հունական և հռոմեական քանդակների վիրտուալ կրկնօրինակների ստեղծմանը։ Շատերի համար տիեզերագնաց դառնալը մանկության երազանք է։ Վերջերս ռեկորդային 18300 մարդ է փորձել իրագործել այդ երազանքը, դիմելով ՆԱՍԱ-ի 2017 թվականի ծրագրին։ ՆԱՍԱ-ն 18 ամսվա ընթացքում ընտրելու է 8-ից 14 դիմորդներ, ովքեր հնարավորություն կունենան դառնալ տիեզերագնաց։ Երբևէ մտածել եք, թե ինչպես են դառնում ՆԱՍԱ-ի տիեզերագնաց։ Այն սկսվում է դիմում լրացնելուց։ ԱՄՆ-ի տիեզերքի ուսումնասիրության գործակալությունը ստացել է ավելի քան 18000 հայտ։ Տեխնացուների ընտրության գծով պատասխանատու Աննա Ռոմերի խոսքերով, այն հեշտ գործընթաց չէ։ Շատ դժվար խնդիր է դրված մեր առջև և պետք է չափազանց ուշադիր լինել։ Սկզբում ուսումնասիրում ենք բոլոր հայտերի համապատասխանությունը հիմնական չափանիշներին, որի համար անգամ մեր տիեզերագնացի օգնությանն ենք դիմում։ Դիմորդները պետք է լինեն ԱՄՆ-ի քաղաքացի և ունենան բակալավրի աստիճան ճարտարագիտության, կենսաբանության, ֆիզիկայի, համակարգչային կամ մաթեմատիկայի ոլորտներից մեկում։ Անհրաժեշտ է նաև ռեակտիվ ինքնաթիռի օդաչուի առնվազն 3 տարվա փորձ։ Բացի ֆիզիկական պատրաստվածությունից, ՆԱՍԱ-ն ուշադրություն է դարձնում նաև որոշակի անձնային հատկություններին։ Կարծում եմ առաջնորդի թիմային աշխատանքի հմտությունները, ինչպես նաև հաղորդակցվելու ունակությունները, այն հիմնական հմտություններն են, որ կարևոր են ցանկացած աշխատանքի համար։ Շուրջ 120 դիմորդներ Հյուսթոնի Ջոնսոնի տիեզերական կենտրոնում մասնակցելու են հարցազրույցի առաջին փուլին։ Նրանցից գրեթե կեսը կհրավիրվեն երկրորդ փուլին։ Ընտրվելուց հետո տիեզերագնացների թեկնածուները պետք է հաջողությամբ ավարտեն երկամյա դասընթաց, որի ընթացքում նրանք որոշ չափով ծանոթանում են տիեզերական թռիչքներին, սովորում են նաև ռուսաց լեզու, անցնում են փոխադրամիջոցներից դուրս գործողությունների վերապատրաստում։ Այդ 2 տարիների ընթացքում նրանք ամեն ինչ սովորում են, նախքան բուն առաքելության դուրս գալը։ Տիեզերագնացների այս խումբը կարող է թռչել մշակման փուլում գտնվող 3 նոր տիեզերանավերով, այդ թվում ՆԱՍԱ-ի Orion-ի, որը նախատեսված է տիեզերքի խորքային ուսումնասիրման համար։ Ըստ ծրագրվածի, ՆԱՍԱ-ն մտադիր է 2030-ականներին տիեզերագնացների անձնակազմ ուղարկել Մարս։ Այնպիսի աշխատանք ընտրել, որ կոգեշնչի նրանց, քանի որ սիրելի գործը ջանասիրաբար ես կատարում, իսկ տիեզերագնացության դեպքում հետաքրքիր աշխատանքը երաշխավորված է։ Սակայն որքան էլ մեծ է տիեզերք թռչելու ցանկություն ունեցողների թիվը, 1959 թվականին առաջին 7 տիեզերագնացների ընտրությունից ի վեր ընդամենը 338 դիմորդներ են ընտրվել որպես ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Զրոն համարվում է անբավարար գնահատական, սակայն Discovery տարրական դպրոցը հպարտանում է իր զուտ զրոյական վարկանիշով։ Դա նշանակում է, որ դպրոցի շենքը ծախսում է ճիշտ այնքան էներգիա, որքան տեղում արտադրվում է վերականգնվող աղբյուրներից։ Այն առաջին զուտ զրոյական դպրոցն է Վիրջինիայում և ամենամեծը Միջատլանտյան տարածաշրջանում։ Discovery թարգմանաբար հայտնագործություն անվանումը կրող տարրական դպրոցը լիովին համապատասխանում է իր անվանմանը, ճաշարանից սկսած, որտեղ երեխաները սովորում են նվազեցնել ամենօրյա սննդային թափոնները, մինչև խաղահրապարակ, որտեղ նրանք տեսնում են վերականգնվող էներգիայի ստացվող գործընթացը։ Շենքի տանիքն ամբողջությամբ պատված է արեգակնային վահանակներով։ Այդ էներգիան փոխակերպվում է փոփոխական հոսանքի, որը շրջանառվում է ցանցով։ Պատերի ավելի քան 1/3-ը ապակուց է ցերեկային լույսը առավելագույնս օգտագործելու նպատակով։ Առաստաղի վրա արեգակնային խողովակների միջով լույսը հոսում է շենքից ներս։ Բարձրարդյունավետ լուսադիոդների միջոցով լուսավորվում են այն տարածքները, որտեղ արևը մատչելի չէ։
Սա բավական բաց շենք է, որը առաջացնում է ձայնային բեկումներ։ Առաստաղի վահանակները կլանում են աղմուկի մի մասը, որպեսզի աշակերտները չշեղվեն։ Դասից ուշացող երեխաները կարող են աստիճանների փոխարեն սահարանով հասնել դասասենյակ։ Յուրաքանչյուր դասարանում ուսումնական տարածքները կարգավորվում եւ կահավորվում են ուրույն ոճով, ըստ աշակերտների եւ ուսուցիչների ցանկության։ Ոմանք նախընտրում են ճոճաթոռներ, մյուսները բարձր աթոռներ։ Այս օրինակ ճկուն մոտեցումը խրախուսում է նրանց միասին աշխատել։ Սա սովորական դպրոցական շենք չէ։ Այստեղ մուտք գործելով աշակերտները ամեն օր նոր բան են սովորում։ Օրինակ 5-րդ դասարանցիները ուսումնասիրել են շենքի էկոլոգիական կայունությունը պահպանող բաղադրիչները։ Անան հետազոտել է խաղահրապարակի տակ երկրաջերմային հորանցքները, որոնք էներգիա են կլանում երկրի ներքից։ Ես սովորեցի, թե որտեղ եւ որքան խորն են դրանք տեղադրված, ինչպես են օգնում ստանալ էներգիա եւ ինչ դեր են խաղում շրջակա միջավայրի համար։ Այդ օրինակները Discovery տարրական դպրոցի դասերի ծրագրի մաս են կազմում։ Գրքերում միայն նկարներով կարող եք տեսնել այս ամենը, իսկ այստեղ սովորում ենք իրական օրինակներով։ Մենք ինքներս ենք աստիճանաբար բացահայտում շենքի հնարավորությունները եւ փորձում այդ գիտելիքները դարձնել ուսման առարկա։ Ուսումնական գործընթացը հետաքրքիր փորձառություն է թե ուսուցիչների եւ թե աշակերտների համար։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Օդային մրցավազքը եղել է հարուստների սպորտաձև, սակայն ինչպես շատ այլ ոլորտներում, այստեղ եւս արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում բոլորին անվտանգ վայելել այս հուզառատ զվարճանքը։ Փոքր անօդաչու սարքերը կատաղի արագությամբ ելումուտ են անում այս լքված պահեստաշենքի միջով եւ կտրուկ շրջադարձեր կատարում խույս տալով փչնդոտներից եւ միմյանց բախվելուց, միշտ նրանց օդաչուները անվտանգ նստած են գետնին։ Սակայն զվարճանքի հուզական պահերը հենց այստեղ են, շնորհիվ օդաչուների վիրտուալ իրականության սաղավարտների։ Անօդաչու սարքերի մրցավազքի ժամանակ կարծես իրական օդանավի խցիկում նստած մրցում ես այլ օդաչուների հետ։ Հնարավոր են անգամ վտանգավոր իրավիճակներ, օդային բախումներ, նեղ անցքերի միջով անցումներ, ավիավթարներ։ Շատ հուզիչ եւ հետաքրքիր է եւ միևնույն ժամանակ լիովին անվտանգ։ Մի քանի տարի առաջ այսպիսի տեսանյութ հնարավոր էր ստեղծել համակարգչի միջոցով եւ օգտագործել ֆանտաստիկ ժանրի ֆիլմերում։ Այժմ յուրաքանչյուր անօդաչու թռչող սարք զինված է իր սեփական տեսախցիկով։ Կրում եք հատուկ ակնոց եւ դուք արդեն սավառնում եք թռչող սարքով։ Կոլբի Քրթոլայի նման խանդավառ երիտասարդները բավական գումար եւ ժամանակ են ծախսել իրենց թռչող սարքերը պատրաստելու համար, որոնց մասերը գնել են մասնագիտացված խանութներից։ Անօդաչու թռչող սարքի լավ սավառնող լինելու համար պահանջվում են ակնթարթային հակազդման ունակություն եւ տեսախաղերի փորձառու խաղացողի աչքի եւ ձեռքի համակարգում։ Այս սպորտաձևը այնքան արագ է տարածում ստանում, որ ամերիկյան գլխավոր սպորտային հեռուստաալիքը պատրաստվում է ուղիղ եթերում ցուցադրել մրցաշարերը։ Ինչպես օրինակ մարտին Դուբայում անցկացվող մրցույթը, որի գլխավոր մրցանակը կազմում է $250,000։ Իսկ մինչ այդ օդաչուները հղկում են իրենց հմտությունները, տեղական մրցույթներին հաղթահարելով ավելի ու ավելի դժվարին խոչընդոտներ եւ առցանց տեսանյութեր տեղադրելով ներգրավում նոր երկրպագուներ։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Աշխարհում կարևոր իրադարձությունների, Հայաստանի վրա Ամերիկայի եւ ամերիկյան քաղաքականության ուղղակի ազդեցության մասին Ամերիկայի ձայնի հայկական ծառայության վստահելի տեղեկատվությանը հետևեք Armenia հեռուստաընկերության ժամը լրատվական ծրագրում։ Ամերիկահայերի կենցաղի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների մասին է պատմում Ամերիկայի ձայնի կիրակնօրյա հանդես ծրագիրը։ Armenia հեռուստաընկերության Բարի լույս Հայաստան ծրագրում Ամերիկայի ձայնը ձեզ հետ է դիմավորում օրը իր Բարի լույս հավելվածով։ Հարավային Աֆրիկայի մասնագիտացված սուրճը մեծ համբավ է վայելում, ինչը պայմանավորված է պահանջկոտ սպառողով, որակյալ հումքով եւ սիրված ըմպելիքի էթնիկական ծագման մասին լավատեղյակությամբ։ Զարթնիր Հարավային Աֆրիկա, սուրճի հեղափոխությունը այստեղ է։ Անցյալի վատորակ ըմպելիքին այժմ փոխարինելու են գալիս խնամքով ընտրված սուրճի հատիկները։ Յոհանեսբուրգի Urban Grind-ի նման սրճարաններում Ես ցանկանում եմ անձամբ ճանաչել այն ֆերմերին, ով հավաքում եւ մշակում է սուրճը, որպիսի հաճախորդներին մեկ գավաթ սուրճի հետ մատուցեմ նաեւ դրա պատմությունը։ Կհարցնեք ինչու։ Միակ պատճառն այն է, որ հաճախորդները դառնում են ավելի խտրաբարո։ Նրանք ցանկանում են համտեսել ավելի լավորակ սուրճ, զգալ ավելի ախորժելի բուրմունք։ Նրանք նույնիսկ հարցնում են, թե որքան էկոլոգիապես կայուն է այս սուրճը կամ ինչպես ենք մշակում այն։ Սա միանգամայն նոր միտում է։ Անշուշտ
Որոշտ սուրճը եկամտաբեր է։ Ըստ մարքեթինգային հետազոտության հարավաֆրիկյան սրճարանների եկամուտը 7%-ով աճել է վերջին 2 տարվա ընթացքում։ Սակայն Յոհանեսբուրգի Perfect Cup սրճարանի մենեջեր եւ սուրճ պատրաստող Ջերմինա Քոլեի խոսքերով սա պարզապես բիզնես չէ։ Ճիշտ պատրաստված սուրճը հրաշալի ըմպելիք է։ Մեկ անգամ փորձելուց հետո այլևս երբեք չեք հրաժարվի։ Զգում եք համը, բուրմունքը, ուժը եւ պատշաճ գնահատելու դեպքում երբեք չեք ցանկանա լուծվող սուրճ գնել։ Սրճարանում առավել շատ վաճառվում է ուգանդական սուրճը, որի հատիկները տեղում են բովում։ Հաճախորդները պատվիրում են հենց այդ անունով, ինչը ըստ նրա նշանակում է, որ սուրճըմպողները յուրաքանչյուր գավաթի հետ դառնում են ավելի ու ավելի խտրաբարո։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ «1980-ականներից հետո ծնված և նոր հազարամյակի սկզբին չափահասության հասած սերունդը կոչվում է միլենիումականներ։ Նրանք տարբերվում են նախկին սերունդներից բազմաթիվ առումներով, այդ թվում և գնումներ կատարելու միտումներով։ Հարուստ եւ երբեմն հանրաճանաչ խանութներով հայտնի Rodeo Drive փողոցը գրավում է մարդկանց ողջ աշխարհից, հատկապես բրենդների սիրահարներին։ Զարգացող երկրներում սպառողները ձգտում են բրենդային իրեր ձեռք բերել, սակայն ըստ վերլուծաբանների այդ միտումը սկսում է փոխվել Չինաստանում։ Չինաստանում գնորդների նախապատվությունների փոփոխության տեմպերը պարզապես ապշեցուցիչ են, անհամեմատ ավելի արագ, քան Հնդկաստանի, Ռուսաստանի կամ Բրազիլիայի նման այլ զարգացող շուկաներում։ Չինաստանի հարուստ միլենիումականները աստիճանաբար հրաժարվում են բրենդային տարբերանշաններ ցուցադրող հագուստից։ Հագուստ գնելիս ես չեմ նայում ապրանքանիշին։ Ինձ համար էական չէ ապրանքանիշը, գնում եմ այն, ինչ դուր է գալիս։ Չինացիները ավանդաբար սիրում են արտասահմանյան շքեղ ապրանքանիշեր, սակայն այժմ նրանց վերաբերմունքը փոխվում է չինական ապրանքների հանդեպ։ Հագուստը գնելուց հետո երբեմն նայում եմ պիտակին զուտ հետաքրքրությունից դրդված, սակայն իրականում նշանակություն չունի ինձ համար։ Ճչացող ապրանքանիշերից ավելի համեստ իրերի անցումը ցույց է տալիս, որ Չինաստանի նման զարգացող երկրներում սպառողները հասունանում են, ասում է ICM շքեղ հանգստավայրերի հիմնադիր Սոնու Շիվդասանին։ Rolls-Royce-ի ժամանակները անցել են, այժմ ճաշակով ընտրությունն է կարևոր։ Գուցե նախընտրում եք ոչ շատ շքեղ մեքենա վարել, բայց գնումներ կատարել Armani-ի խանութից։ Լինեն դա չինացի, թե այլ երկրների սպառողներ, ըստ վերլուծաբանների, միտումները սահմանում են միլենիումականները։ Միլենիումականները այժմ կազմում են աշխարհի բնակչության ամենամեծացվածը եւ մի շարք առումներով տարբերվում են մյուս սերունդներից։ Նրանք մեծացել են տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում եւ այդ ոլորտում աներևակայելի կերպով արագ են կողմնորոշվում եւ գործում։ Միլենիումական սպառողները լավագույն առաջարկները հաճախ տեխնոլոգիաների միջոցով են գտնում։ Ապրանքի համար մեկ գին հասկացողությունը այլևս անցյալում է։ Այսօր այն կախված է անձի ով լինելուց եւ տվյալ ապրանքանիշի հետ ունեցած նրա նախկին փորձից։ Համացանցի միջոցով ստացված անձնական տվյալները պայմանավորում են յուրաքանչյուր սպառողի համար անհատական գնագոյացում։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Վերջերս Սիրիայում հնագույն հուշարձանների ոչնչացումը ահազանգ էր, որ համաշխարհային ժառանգության հուշարձանները կարող են մեկընդմիշտ վերանալ հակամարտությունների կամ բնական աղետների պատճառով։ Ուֆիցի պատկերասրահի արվեստի փորձագետների հետ համագործակցությամբ ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանի գիտնականները ձեռնամուխ են եղել թանգարանի հին հունական եւ հռոմեական քանդակների վիրտուալ կրկնօրինակների ստեղծման հնգամյա ծրագրին։ Ուֆիցի պատկերասրահում ցուցադրված 1250 հնագույն քանդակներից շատերը ոգեշնչման աղբյուր են եղել արվեստագետների համար եւ ուսումնասիրվել են պատմաբանների եւ մարդաբանների կողմից։ Դրանցից յուրաքանչյուրի կորուստը այլևս անվերականգնելի կլինի։ Ֆիզիկական օբյեկտների թվային ձևաչափով երկարաժամկետ պահպանումը, որը կոչվում է լուսանկարաչափություն, բավական դանդաղ եւ թանկարժեք գործընթաց է։ Եվ Ինդիանայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Ֆրիշչերի կարծիքով այլևս արդիական չէ։ Այժմ կարող ենք կես ժամում հավաքել քանդակի եռաչափ տվյալները եւ մի քանի ժամվա ընթացքում մշակել դրանք։
Չափազանց ճշգրիտ պատկերները հետազոտվում են բոլոր կողմերից։ Պատկերները մոտեցնելիս դրանց որակը չի իջնում, այլ ի հայտ են գալիս բոլոր մանրամասները։ Ֆրիշչերի խոսքերով հատուկ ծրագրային ապահովումը թույլ է տալիս նույնիսկ հետ գնալ ժամանակի մեջ։ Երկիրը անշարժ չէ, քանի որ պտտվում է իր առանցքի եւ արևի շուրջը։ Երկինքը այսօր նույնը չէ, ինչ մի քանի 100 տարի առաջ, առավել եւս մի քանի 1000 տարի առաջ։ Ծրագրի նպատակն է տեղադրել օբյեկտները թվայնորեն վերականգնված միջավայրում, որի պայմանները հնարավոր է փոխել։ Մթնոլորտը, արևի աստղերի եւ լուսնի դիրքը, անգամ մարդկանց տեղաշարժերը, որպեսզի տեսնենք եւ հասկանանք անցյալում նրանց վարվելակերպը, այդ տարածքների եւ դրանցում արվեստի ստեղծագործությունների համատեքստում։ Նախագծի ավարտից հետո հնագույն արձանների թվային կրկնօրինակները առցանց կներկայացվեն մի քանի կայքերում եւ հասանելի կլինեն հանրությանը։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Տիկնիկային թատրոնները խիստ տարածված են եղել Միացյալ Նահանգներում, սակայն մեր օրերում դրանց թիվը չի գերազանցում 40-ը։ Այսպես կոչված զարմանահրաշ տիկնիկային թատրոնը միակն է Արևմտյան Վիրջինիայում։ Ջո Սանտորոն զբաղվում է իր սիրած գործով, ներկայացնում է տիկնիկային թատրոններ երեխաների եւ հոգեվոր երիտասարդների համար։ Նրա ստեղծագործություններում ավանդական հեքիաթները միահյուսվում են իր երևակայական գաղափարների հետ։ Ես անում եմ այն, ինչ կցանկանայի տեսնել որպես հանդիսատես, այն, ինչը զվարճալի եւ նորություն է երեխաների համար։ Սանտորոն մեծացել է Նյու Յորքում։ Նա հիշում է, որ տիկնիկային թատրոնները շատ տարածված էին իր մանուկ հասակում եւ վստահ է, որ երեխաները այսօր էլ նույնն են։ Նրանց դուր է գալիս, երբ հերոսները ծիծաղելի եւ անհեթեթ բաներ են անում։ Աշխատելով տարրական դպրոցում որպես արվեստի ուսուցիչ, Սանտորոն տիկնիկների միջոցով օգնում էր սովորել հատուկ կարիքներ ունեցող աշակերտներին եւ հաճախ ներկայացում էր կազմակերպում հանդեսների եւ այլ միջոցառումների ժամանակ։ Մի քանի տարի առաջ իր կնոջ հետ ձեռք են բերել այս 19-րդ դարի տունը Արևմտյան Վիրջինիայի Մարտինսբուրգ քաղաքում, ստեղծելով զարմանահրաշ տիկնիկային թատրոն, որը ունի նաև իր տեսակի մեջ եզակի խաղահրապարակ։ Հանդիսատեսը այստեղ է գալիս բավական հեռվից։ Սանտորոյի ձեռքերը անընդհատ զբաղված են ամբողջ ներկայացման ընթացքում։ Նա անում է ամեն ինչ տիկնիկները խաղացնելուց մինչև լուսավորությունը փոխելը։ Տիկնիկների ձայները նախապես ձայնագրվում են։ Այս փոքրիկ տղան հիացած է գործի կերպարով, հատկապես երբ այն քնել էր եւ շատ ուժեղ խռմփացնում էր։ Տղայի մայրը նույնպես մեծ հաճույքով է դիտել տիկնիկային ներկայացումը։ Սա միանգամայն տարբերվում է հեռուստացույցային կամ համակարգչային մանկական զվարճանքներից եւ զարգացնում է երևակայությունը։ Ներկայացումից հետո միայն երեխաները չէ, որ ցանկանում էին խաղալ տիկնիկների հետ։ Hello baby. Hello baby. Սանտորոն ստեղծում է իր տիկնիկները եւ բեմական իրերը ոչ թանկարժեք նյութերից։ Նա նույնիսկ օգտագործելու է այս լողաձեռնոցը տիկնիկ պատրաստելու համար։ Մի զույգ աչք, քիթ եւ բերան ենք տեղադրում եւ պարային տիկնիկը պատրաստ է։ Նշանակություն չունի հանդիսատեսները շատ են թե քիչ։ Սանտորոյի եւ տիկնիկների ներկայացումը պետք է շարունակվի։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, սակայն հիշեցնեմ, որ մեր հաղորդումները կարող եք դիտել նաև amerikaizain.com կայքեջում։ Ամենայն բարիք ձեզ ցտեսություն։